Ուղևորվում ենք Ձորագյուղ, հենց առաջին հանդիպողին հարց ու փորձ ենք անում, թե ով է ամենախոշոր ֆերմերը, ասել է, թե ով է գյուղի ամենահարուստ մարդը։ Գյուղացիները միաբերան ցույց են տալիս Վահանի տնտեսությունն ու ասում՝ գնացեք նկարեք իրա գործը։ Մեկն էլ ավելացնում է՝ Վահանն ա, բայելով ա, թազա Lexus-ը առել։ Հեշտ չի այդ ամենը ստեղծելը, տարիների աշխատանք է դրել, ասում են գյուղացիները։ Նրանց խոսքում նախանձ չկա, կա հարգանք ու գնահատանք մարդու հանդեպ, ով կարողացել է սեփական ուժերով կառուցել ու զարգացնել իր տնտեսությունը։ Մենք էլ լսում ենք գյուղացիներին ու ուղևորվում Վահանի ու նրա նոր գնաց Lexus-ի հետևից։ Գյուղի ամենամեծ ֆերմերային տնտեսությունը եզակի է ոչ միայն անաստագլխաքանակով, այլև խոշոր եղջերավորների խնամքի պայմաններով։ Տարիներ առաջ, երբ Վահանը վերադարձել էր Ռուսաստանից ու ձեռնարկել Գոմի շինարարությունը, դիմացի գյուղից հեռադիտակը մոտեցրել էին աչքներին նայել ու մտածել, թե հյուրանոց է կառուցվում Ձորագյուղում, եվրոպատուհաններով, նոր փայտով ու պլպլան տանիքով, բայց Վահանը իր գործը լավ գիտեր։ Առհասարակ գործի մարդ է, շատ խոսելու փոխարեն նախընտրում է աշխատել։ Մոտ 10 տարի առաջ, երբ Ռուսաստանում էր, հասկացավ, որ ապագան միայն ու միայն հայրենիքում է, աշխատած փող ուղարկում էր տուն ու պարտադրում, որ հորթեր առնեն ու տնտեսություն հիմնեն։ Հետո եկավ նաև ինքը, կպավեց գործին ու նոր ֆերմայի շինարարություն սկսեց ու հիմա գյուղի ամենախոշոր ֆերմերն է, մոտ 90 գլուխ խոշոր եղջերավորներով։ Ձորագյուղի սովետական պետական տնտեսությունը հազիվ 200 կով ուներ։ Ռուսաստանը մել է փող եմ ուղարկել փորս, մանր հորթեր առել մոզիներ ու տենց։ Հետո մի քիչ շատացած է, չի կարամ թող եկած են, որ ասեմ ինչ որ տենց լուրջ արդյունքի ասել եմ, չէ, բայց ու մեր ապելակ եմ ասենք լավից վատից, ֆերման եմ կարացել սարքեմ, էլի տանասունների հաշվին։ Վահանը համեստ ու քչախոս մարդ է, նախընտրում է չխոսել իր ունեցածի ու իր քրտնաջան աշխատանքի մասին, դա համարելով ցուցամոլություն։ Փորձում ենք նրան համոզել, որ մեր նպատակն է պատմել աշխատող, արարող մարդկանց ու նրանց հաջողությունների մասին, բայց նա մնում է անդրդվելի։ Այդպես առանց ավելորդ խոսքերի հասնում ենք Գոմ, այստեղ տարվա այս շրջանում օրվա մեջ մի քանի հորթ է ծնվում, մի խոսքով ոնց ասում են, կյանքը եռում է։ Սկզբում, երբ կովերի քանակը քիչ էր ծնի շրջանում, բաց աչքով էին լուսացնում ամբողջ ընտանիքով, հիմա դա սովորական բան է։ Բոլորի ծնին հետևելը ֆիզիկապես անհնար է, ասում են։ Առաջ շատ է թենց ուշադրիչ գալիս ենք տենեմ ծնել ակամ։ Ինչքան նվնվում ես, այնքան շատ է պրոբլեմ լինում։ Անհնար է չնկատել տարածքում տարվող խնամքն ու կարգ ու կանոնը, նորածին հորթերը հատուկ պայմաններում են, չոր խոտով, մաքուր, կոկիկ, առհասարակ ավանդական Գոմի պայմաններն այստեղի համար չեն։ Վահանը չափազանց ուշադիր է մաքրության հարցում, իր Գոմ կարելի է մտնել նաև հողաթափերով ու մաքուր դուրս գալ։ Բայց ֆերմերը, որ չափազանց պահանջկոտ է աշխատողների ու նաև ինքն իր հանդեպ էլի դժգոհ է հատկապես մաքրությունից։ Առանձնահատուկ խնամքի տակ են նորածին հորթերը, որոնց կերակրման դեպքում պարտադիր պայման է ժամային խիստ գրաֆիկի պահպանումը ու նաև հորթերին տրվող կաթի պահպանման ջերմաստիճանը։ Առավոտ կթում են 2 լիտր ամեն հորթին, 2 ամիս տալիս ենք, դրանից հետո մի ամիս է կես լիտրով բաքսացնում ու կտրեմ։ Ինչպես ամեն գործում, այստեղ է լինում են թե անկումներ, թե վերելքներ։ Տարիներ առաջ, օրինակ, իրենց մի քանի հազար հագխոտը Գոմի հետ այրվեց, եղել են նաև անասունների հիվանդություններ ու կորուստներ, սակայն բոլոր դժվարությունների միջով Վահանը կարողացել է անցնել արժանապատվորեն։ Վարկով թե առանց վարկի միշտ կարողացել է ոտքի կանգնեցնել տնտեսությունը, առաջ նայել ու շարունակաբար ավելացնել անասնագլխաքանակը, չկորցնելով հավատը իր աշխատանքի արդյունքի հանդեպ։ Վերջին տարիներին, ասում է, գինը գոհացնող է, իրացման խնդիր էլ առհասարակ չկա, նույնը սակայն չի կարելի ասել կաթի մասին։ 140 դրամ տանեն չասենք, որ մենք ստեղ խեժան տալիս ենք ու ստեղ թանկը, համատարած համայրա տենց, ասենք կա ֆերմերներ, ասենք նրանք կարող այդ սառնաներով բանով են տալիս իմ սիստեմով ագնեմ կաթը, ասենք դրա հաշվին 250-300 դրամ տենց բաներ լսեմ, բայց ասենք նա կամ պայմանագրով են։ Ասում է առհասարակ նկարահանվել ու համաձայնել է պարզապես քաղաքավարությունից ելնելով, քանի որ սովոր չէ մերժել։ Ձորագյուղում նրան ճանաչում են որպես բոլորին օգնող սրտաբաց մարդ, ում դուռը միշտ բաց է թե խորհրդի, թե աջակցության համար։ Հենց իր այդ արժանինքների շնորհիվ, երբ տարիներ առաջ Գոմն ու խոտը այրվել էին, համագյուղացիներն ու ընկերները նրան մենակ չէին թողել։ Միավորվել են ու մի քանի հազար դոլար ուղարկել շինանյութով ու անհրաժեշտ ամեն ինչով աջակցել, որպեսզի կարողանա կրկին ոտքի կանգնել։ Հենց իր
արտտեսակն ու արժանինքները տարիներ առաջ օգնեցին հաղթահարել ծանր շրջանն ու նոր ուժով շարունակել սկսած գործը։ Հիմա էլ շատ հարցերում ֆերմերը դժվարանում է, օրինակ խոտի կամ տնտեսության հետ կապված շատ հարցերում, բայց ոնց ասացինք, խոսել առավել եւս դժվարությունների մասին չի սիրում, բայց այնպես չի, որ խնդիրներ չկան, ասում է Վահանի մայրը, ով հենց սկզբից էլ դեմ է եղել որդու գյուղում մնալուն ու անասնապահությամբ զբաղվելուն։ Ասում է, որդուն էլ հարսին էլ քաղաք ուղարկելու, քաղաքում տուն առնելու խորհուրդ միշտ է տվել, բայց անդրդվելի են սիրում են գյուղն ու գնալու մասին լսել չեն ուզում։ Բայց դպրոցի փակումն ու կառավարության որոշումը ոչ միայն Ձորագյուղցի, այլև Լոռու մարզի բազմաթիվ գյուղերի տասնյակ երիտասարդ ընտանիքներին նոր գաղթի պատճառ կդառնա։ Գյուղն էլ կվերածվի հանգչող փեթակի։ Հարցել դե թող գնան քաղաք, ես իրանց ուղարկում եմ։ Հիմա ես տարի դպրոցը փակվում է։ Երեխեն մյուս տարի, հայ մյուս որտեղ է դասի գնալու։ Մեկը 6-րդ դասանա, մեկը 4-րդ, մեկը շուտի պրսնիլ, մեկը ուշտի պրսնիլ կամ գնում են այս ցրտին դուս պետքա գան, ինչ պետք անեն։ Ստիպված դեմել տունենք ստեղծելու, բայց ոնց։ Հատկապես Խոթենձի շրջանում որդու չարչարանքը մեծ է, տատն էլ սրտեղում է։ Այնպես չի, որ Ձորագյուղն արոտավայրեր չունի, բայց մեծ մասը վաղուց սեփականաշնորհված են ու հատկապես խոշոր անասնատերերը խոտի պահեստավորման շրջանում խեղճանում են։ Պետությունից շատ դժգոհ ենք։ Հողամասերը ոնց որ տվելա քեզ։ Քեզանից մենք վերցնում ենք փողով։ Շատ հողամասեր կա քո ձեռին սրաներա, որտեղ որ մարդիկ չեն ապրում, ընչ չեն ով շատ հող ունի, ով ապրանք ունի, կարիք ունի, նրանց էլ մի քիչ օժանդակում։ Կատնամթերքը շատ էժան է, շատ 130-40 դրամ է կարծեմ։ Ինքն ու ամուսինը արդեն մեծ են տնտեսության հարցում որդուն օգնել չեն կարողանում։ Հույսը Վահանի 4 տղաներն են, որ մեծանան ու հորը թիկունք լինեն։ Այդպես է ասում տատը, բայց սրտի խորքում ուզում է, որ ջահելները գյուղում չմնան, ասում է, այստեղ ապագա չկա։ Տեր տարիներ առաջ որդուն համոզում էր, որ Մոսկվայում մնա, գյուղ չգա, մեղադրում էր նաև պապին, որ այդպես էլ գյուղում մնացին։ Հա, ուզում էի Մոսկվա մնան, լավ ընկերներ, լավ շրջապատումներ ընդեղ։ Մենք էլ մերիլած մեխանիզացիան բանը կծախեինք իր համար կարողության տեր կլեր, ավելի լավ քան ստեղ։ Պետությունը չի օգնում ոչ մի ձևով։ Օրինակ, մի դուք եկեք լավ եք արել, բայց ձեզանից հետո մի օգնող մարդիկ էլ կան, որ ասեն ինչի կարիք ունեք, ցոյն ինչի պետքա 150-ով գնա շուկայից առնի։ Իրանք վագոնները վստանում են, իրար հետ խոսան, բանանին ինչի կարիք ունեն, ֆերմերակոչվում ինքը, բայց ինքը իմ ուզածով ոնց որ իր ֆերմերի ձևով չի ապրում։ Ամուսինը Վահան պապը, որ ինչպես ասացին, գյուղի մեխանիզատորն է, ի տարբերություն տատի գյուղը սիրել է ու սրտի խորքում միշտ էլ երազել, որ միակ որդին գյուղում ապրի, որտեղ կյանքը մի տեսակ ավելի մաքուր է, մարդիկ էլ ավելի անկեղծ ու հասարակ։ Վաստակած հանգստի անցնելուց հետո Վանիկ պապը ավելի հանգիստ գործով է զբաղվում, օղի թորելով։ Տեսել մեր պատվալը։ Այս փագում եմ, շշկլել եմ, ահա, ես մեր պատվալն է։ Էտել եմ տեսել, պապի, արի։ Էտել ես տեսել, ես բախի սրիխի չես տեսել։ Տեսել մեր կամպոտանոց է, արի, բանի ասլանի կացն է, ասլանի կաց է։ Սրան որտվել ենք, համիրար գողում ենք, բավ։ Հովանիսյանները չափազանց հյուրասեր ու հյուրընկալ մարդիկ են։ Այս հարկի տակ օրվա ընթացքում մի քանի անգամ սեղան է բացվում ու ամեն տուն մտնող մարդ ընդունվում է ջերմությամբ ու բաց սրտով։ Նրանք պատրաստ են ունեցած վերջին կտոր հացն անգամ կիսել հարևանի, բարեկամի ու հյուրի հետ։ Մարդը մենակ ինքը իրանով մարդ չի, պատերդ ոսկի սարքի ու մեջ է նստի, հետո ոսկով չես ուրախանում, մենակ շրջապատով ես ուրախանում։ Շրջապատը փարքասու ամուսինս, որ հլադեր կարեր գործանի, ես գյուղի գյուղերն գնացել ընդեղ Խոթենձել, մի որտեղ էլ գնաք, ասեք Հովանիսյան, Վանիկ, սաղ էլ իր արևով կերթվեն։ Հա, սաղ շատ սիրել ինքն էլա, մինը փողով, միննա փողթեն եկելատուն, ասել եմ բերածը տես չան բողջորը գնացել ես, բասել ասա է, նայր, ոնց որ բայգամություն ապանա, ոնց փողվերուն եմ, կերել խմելա եկել։
Այո, կերել խմել են, լավություն արել ու մարդ մնացել։ Այս ընտանիքում ամեն ինչի հիմքում մարդ լինելն է, պարզ, անկեղծ ու սրտաբաց։ Վանիկ պապը տատին չի հակադարձում, այլ ժպտում է լրացնում նրա խոսքը։ Նրանց պատկերացման մարդ է ոչ թե իր հարստությամբ, այլ իր սրտաբացությամբ ու հյուրասիրությամբ։ Փակ ու նախանսիրտը չի կարող իսկական արժեք ստեղծել, որքան էլ նյութապես ապահով լինի։ Այդպես են ապրում նրանք, հացը կիսելով։ Ոնց ասեմ, կարդ վիճանը բաստուրում է, չի մնեմ, միշտ գնում է, ինչքան շատ տաքսես, այնքան քու օգուտն է։ Վանիկ պապը իհարկե սիրում է կատակել, ասում է ջահել ժամանակ հաց սարքելու հարցում այդքան էլ ճարպիկ ու արագաշարժ չէր, բայց բոլորը գիտեն, որ դա ավելի շատ հումոր է, քան իրականություն։ Արդեն ծերության տարիներին իր կատակներով խաղում է տատի հոգու հետ մի քիչ ավելի քաղցրացնելու կյանքը։ Պապի կատակներն ու տատի ժպիտը միասին ստեղծում են այն պարզ, բայց խոր երջանկությունը, որ միայն երկար ու սիրով ապրած տարիներն են կարող տալ։ Այսպես ասել, խոսելով կատակով Հովհաննիսյանների հարկի տակ սեղան է բացվում, ամեն բան տնական, ամեն բան իրեն ձեռքով ստեղծած։ Ես տունը շիմացի կնիկն է, գիլեցել էր հացն ուծելու, աշխար չեր գալ։ Լանսի, բայց հետո հացն էր որ դու։ Դե բա վախում ես, որ վախ ես, որ կդնես։ Ողջ եղանք, բարով տեղանք։ Երևին եք ցանկանում խաղաղություն։ Խաղաղություն, ժողովրդի առողջություն։ Առողջություն։ Նրա խաղաղանի լավ։ Հովհաննիսյանների հարկի տակ բաժակ են բարձրացնում խաղաղության համար, չէ որ խաղաղությունն ամենամեծ արժեքն է, ամենակարևոր պայմանը ապրել, արարել ու երեխաների ապագան կառուցել կարողանալու համար։ Վստահ են, որ եթե խաղաղություն լինի, մնացած ամեն ինչ հնարավոր է ձեռք բերել աշխատանքով, համբերությամբ ու միասնությամբ։ Նրանց խոսքերում պարզ ճշմարտություն կա, հացը կթխվի, տունը կկառուցվի, տնտեսությունը կզարգանա, եթե երկիրը խաղաղ լինի։ Այդ հավատով էլ ապրում ու աշխատում են, սրտում պահելով հույսն ու վստահությունը, որ խաղաղ օրերը ամեն ինչի սկիզբն են։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Ձորագյուղից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։